Համաեվրոպական հռչակ վայելող հումերֆոնիկ բելգիական խումբը Հայաստանում է։ Մայիսի 7-ին իսկական տոն էր երաժշտասերների համար։ Խումբը մեկ բեմում էր 100-ամյա պատմություն ունեցող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սեդրիկ Մուրատին։ Մինչ Հայաստան այցելելը հումերֆոնիկի համահիմնադիր երգահան բաս-կիթառահար Ալեքս Կալիերը լսել էր հայկական ֆիլհարմոնիկի մասին, բայց չգիտեր, որ նվագախումբը 100-ամյա պատմություն ունի։ Իսկ մեզ համար մեծ պատիվ է հանդես գալ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Հուսով ենք, որ դրական էներգիա կփոխանցենք հայ հանդիսատեսին եւ միասին հրաշալի երեկո կվայելենք։ Իսկ ընդհանրապես նոր երկրում առաջին անգամ համերգ տալը նման է առաջին ժամադրության։ Հուսով եմ ամեն ինչ լավ կանցնի։ Հումերֆոնիկ խումբը Հայաստանում Բելգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ դը Մույնքի սիրելի խմբերից է։ Երբ տեղեկացա, որ նրանք ելույթ են ունենալու Երևանում, կապ հաստատեց ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի հետ, որպեսզի համերգներին դեսպանությունը նույնպես իր մասնակցությունը բերի։ Դեսպանատան աշխատանքը կամուրջներ կառուցելն է։ Եվ ահա հիանալի հնարավորություն Բելգիայի եւ Հայաստանի միջև երաժշտական կամուրջ կառուցելու համար։ Ես հումերֆոնիկի մեծ երկրպագու եմ։ Իդեն երգը տարիներ շարունակ հնչում է իմ գլխում։ Իսկական արվեստը սահմաններ չի ճանաչում եւ ունի մարդկանց միավորելու զորություն։ Այս կարգախոսն է որդեգրել համերգի աջակից Արարատ բանկը։ Բանկը հումերֆոնիկի եւ ֆիլհարմոնիկ նվագախմբի հանդիպումը ոչ միայն բացառիկ մշակութային իրադարձություն է համարում, այլև գեղեցիկ օրինակ, թե ինչպես կարող է երաժշտությունը կապող օղակ հանդիսանալ սերունդների միջև։ Սա մի ինքնատիպ հնարավորություն է հենց արվեստի եւ մշակույթի խմբերի միասնական գործելու եւ աշխարհին այդ դրական մեսիջները ուղարկելու համար։ Եվ ամենակարևոր կոմպոնենտը, որ մենք միշտ կարողացել ենք ընդգծել, որ մեր ազգային ինքնության մեջ արվեստը եւ մշակույթը ունի ինքնատիպ եւ շատ կարևոր դեր։ Այս համերգային ծրագիրը մշակութային երկխոսության դրսևորում է եվրոպական եւ հայկական արվեստի համադրությամբ, ու այն սոսկ համերգ չի կարելի համարել։ Այս համերգի ֆինանսավորմամբ մենք լուծում ենք շատ կարևոր սոցիալական խնդիր եւ համերգին ուղղված ֆինանսական միջոցների մի մասը հատկացվելու է Երևանի լսողության խնդիրներ ունեցող երեխաների կրթահամարերին, կրթական պայմանները բարելավելու համար։ Իրական ներդրումը այնտեղ է, որ հանդիպում են մշակույթը, մարդասիրությունը եւ պատասխանատվությունը, եւ այս երեքի համադրությունը տալիս է իրական արդյունք։ Նմանօրինակ համերգների կազմակերպումը շատ կարևոր է, շեշտում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Արամ Խաչատրյան համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանն ու արժևորում այն ներդրումը, որն իրականացրել է Արարատ բանկը համերգի կայացման համար։ Շատ ուրախ ենք, որ կարողացանք ունենալ այնպիսի աջակից իդեմս Արարատ բանկի, որ կարողանանք այս գեղեցիկ համերգը իրականացնել եւ կարծում եմ, որ առաջիկայում շարունակական կլինի մեր համագործակցությունը Արարատ բանկի հետ եւ թույլ կտա մեր հայ հանդիսատեսին հետագայում ել ավելի հայտնի երաժշտախմբեր հյուրընկալել Արամ Խաչատրյան համերգասրահում։ Իսկ հումերֆոնիկի երկրպագուները այսօր էլ նրանց կարող են վայելել Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում, այս անգամ կլինեն միայն բենդով։ Արարատ բանկը հավատարիմ է մնում իր առաքելությանը, շարունակելով աջակցել հասարակական նշանակություն ունեցող բազմաբնույթ ծրագրերին։ Այս անգամ նշանակալից երաժշտական միջոցառումը դարձավ կամուրջ լսողության խանգարում ունեցող երեխաների կարիքներին արձագանքելու համար։ Արմինե Գևորգյան, Էդվարդ Ասատրյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։